դեռևս 2003 թվականից ընտրական բոլոր փուլերում ներգրաված ենք եղել ընտրախավի իրազեկման տարբեր ծրագրերով եւ այս անգամ մեր ծրագիրը ուղղված է երիտասարդների, հատկապես առաջին անգամ ընտրողների իրազեկության բարձրացմանը եւ իրենց ընտրական իրավունքի վերաբերյալ եւ քվեարկության կարգի վերաբերյալ, որպեսզի ճիշտ նախորոք պատկերացնեն, եւ տարբեր մանիպուլյացիաների չենթարկվեն։ Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող ծրագրում ներգրավված են Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզի երիտասարդները։ Թեման կարևոր է եւ արդիական եւ շատ կազմակերպություններ լծված են ուսուցման իրազեկման դասընթացների կազմակերպման գործին։ Այս պահին տարբեր ծրագրեր են իրականացվում եւ կենտրոնի նախագահ Սաթիկ Բադեյանի խոսքով իրենք փորձում են համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ, նոր որակ հաղորդելու, նոր մոտեցումներ ավելացնելու նպատակով։ Համագործակցում են նաեւ իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ, որն իրականացնում է ընտրական բարեվարկության եւ տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում ծրագիրը։ Համագործակցում ենք իրավաբանների ասոցիացիայի հետ, որոնք մեկ ուրիշ ծրագիր են իրականացնում, որը ամբողջ Հայաստանի տարածքով է։ Իրենց ծրագրում իրենք ներգրավում են ամեն մարզից 4 ՔՀԿ ներկայացուցիչ, 4 իրավաբան եւ 4 լրագրող, որոնք թիմեր են կազմում։ Գեղարքունիքի մարզում մենք համագործակցում ենք տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության հետ եւ կազմակերպությունը ներգրավել է այդ կողմից արդեն իսկ նշված կներկայացուցիչներին, լրագրողներին եւ իրավաբաններին տարբեր համայնքներից եւ ունենք Սևանի համայնքից ներկայացուցիչներ եւ Գավառի համայնքից եւ Ճամբարակի համայնքից փորձել ենք մաքսիմալ ներառական տարբերակով իրականացնել այս վերապատրաստումները, որպեսզի ընտրություններից առաջ համայնքի բնակիչները պատրաստված են ընտրություններին, թե իրենց իրավունքների եւ իրավական շահերի մասին տեղեկատվություն ունենան, թե նաեւ հասկանան, թե ինչպես պետք է բացահայտել ընտրական ապատեղեկատվությունը արդեն մեդիա դաշտում։ Երիտասարդները, հատկապես առաջին անգամ քվեարկողները հաճախ չունեն ընտրական գործընթացների վերաբերյալ գործնական գիտելիքներ եւ ընտրություններին առնչվող տեղեկատվությունը քննադատաբար գնահատելու հմտություններ։ Ծրագրերը նպատակ ունեն երիտասարդներին ծանոթացնել ընտրական համակարգին, քվեարկության ընթացակարգերին, ընտրողի իրավունքներին եւ պարտականություններին, նաեւ ապատեղեկատվության բացահայտման տարբեր գործիքներին։ Նվազագույնը 120 երիտասարդ Գեղարքունիքի, Տավուշի եւ Կոտայքի մարզերից մեր ծրագրի շրջանակներում պիտի ծանոթանան ընտրական իրավունքին, քվեարկության կարգին, ընտրական սկզբունքներին եւ այլն եւ միևնույն ժամանակ իրենք պիտի անցնեն խորացված գիտելիքներ մեդիագրագիտության թեմայով եւ ապատեղեկատվության բացահայտման ուղղված տարբեր գործիքներ են սովորում իրենք։ Ծրագիրը համատեղում է համայնքային մակարդակում իրականացվող քաղաքացիական կրթությունը, թվային հաղորդակցությունը եւ կառուցվածքային երկխոսությունը։ Քաղաքացիական կրթության դասընթացները կօգնեն բարելավել ընտրական սկզբունքների, քվեարկության ընթացակարգերի եւ մեդիագրագիտության վերաբերյալ գիտելիքները։ Հատկապես թիրախավորում ենք առաջին անգամ ընտրողներին, որտեղ իրենց կյանքում այս process-ը առաջին անգամ է լինելու եւ ուզում ենք, որ իրենք ի սկզբանե ավելի տեղեկացված մասնակցություն ունենան ընտրություններին եւ իրենք փորձեն հիմիկվանից հասկանան, որ իրենք են տերը իրենց երկրի։ Գեղարքունիքի մարզում բազմաթիվ են այն երիտասարդները, որոնք պատրաստական են մասնակցել նման ծրագրերի եւ իրենց գիտելիքները փոխանցել շրջապատի մարդկանց, նպաստելով ավելի իրազեկ եւ պատասխանատու հասարակության ձևավորմանը։ Հիմա արդեն երբ որ կգնամ ընտրության, ավելի հստակ կիմանամ, թե ինչ գործընթացներ կան, ինչ իրավունքներ ունեմ, ինչ պարտականություններ ունեմ, ընտրախախտումների հետ կապված ինֆորմացված կլինեմ ավելի եւ կօգնեմ իմ կողքը գտնվող մարդկանց։ Ես կարող եմ արդեն էլ ավելի գիտակից ընտրություն կատարեմ ու նաև իմանամ իմ հերթական քայլերը ընտրության ժամանակ։ Լիքը բաներ ես զուտ ինչ-որ տարբեր տեղերից լսելով եմ տենց իմ պատկերացումը կազմել, բայց երբ որ դա սենց հստակ գլխում դասավորվում է, լրիվ ուրիշ մոտեցում է տալիս։ Մասնակիցները ուսումնասիրում են ապատեղեկատվության բացահայտման գործիքները եւ ընտրական մեդիագրագիտության կարևոր սկզբունքները։ Ըստ փորձագետների, հատկապես առաջին անգամ ընտրողները պետք է կարողանան քննադատաբար մոտենալ տեղեկատվությանը, ստուգել աղբյուրները եւ չտրվել հուզական կամ կեղծ քարոզչության ազդեցությանը։ Նախընտրական այս ժամանակաշրջանում շատ է լինում, երբ որ կեղծ տեղեկատվություն կարող ենք մենք հանդիպել կամ միսինֆորմացիա, դիզինֆորմացիայի ու շատ կարող են մոլորեցնել ընտրողին, որպեսզի նա փոխի իր որոշումը։
Նախ եւ առաջ առաջին պայքարի մեթոդը դա իրազեկված քաղաքացիական հասարակություն ունենալն է, այսինքն որպեսզի քաղաքացին յուրաքանչյուր տրված ինֆորմացիան, որպես առաջին ոնց որ ճշմարտություն չընդունի, այլ կարողանա նախնական բնականաբար ոչ բոլորը կարող են փորձագետ լինել այդ ոլորտում, այլ նախնական ուղղակի ստուգում կատարի աղբյուրի բովանդակության եւ այլն։ Նախընտրական եւ հետընտրական փուլերում իրականացվող ծրագրի ընտրված ակտիվ մասնակիցները հետագայում կներգրավվեն նպատակային սոցիալական մեդիայի տեղեկատվական արշավում, աջակցելով երիտասարդների կողմից իրականացվող ստուգված եւ փաստերի վրա հիմնված քաղաքացիական բովանդակության տարածմանը։ Վերջնական միջմարզային բաց քննարկումը կհամախմբի տարբեր մարզերի երիտասարդներին, փորձի փոխանակման, փոխադարձ ուսուցման եւ ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցության վերաբերյալ քննարկումների համար։